Իրանի վրա ԱՄՆ-Իսրայելի հարձակման առաջին օրը ռադիոեթերում տարօրինակ ձայնագրություն հայտնվեց։ Մի տղամարդ հանգիստ ձայնով պարսկերեն պատահական թվեր սկսեց ընթերցել։ Հետագայում հեռարձակումը շարունակվեց հետևյալ օրինաչափությամբ. 2 անգամ թվերի շարք է ընթերցվում, կարճատև դադարից հետո 3 անգամ կրկնվում է ուշադրություն բառը, եւ այսպես շարունակ։ Երբեմն հաղորդումը երկար է, երբեմն ավելի կարճ։ Ոչ ոք չգիտի, թե որտեղից է գալիս այս ազդանշանը։ Ռադիոընկերները ենթադրում են, եթերը Արևմտյան Եվրոպայից է սփռվում։ Իրանին դեմ պատերազմի 5-րդ օրը ավելի տարօրինակ բան կատարվեց։ Սկսեցին խլացնել այս ազդանշանը, սակայն ով դեռ հայտնի չէ։ Հեռարձակումը այնուամենայնիվ չդադարեց, պարզապես տեղափոխվեց այլ հաճախականություն։ Ազատություն ռադիոկայանը մարտի 10-ին ձայնագրել է այդ հաղորդումը եւ պարզել, որ այն շարունակվում է ավելի քան 2 շաբաթ։ Իսկ ինչ է նշանակում այս ազդանշանները։ Ամենատարածված բացատրությունը այն է, որ սա թվերի կայան է, սառը պատերազմի ժամանակներից հայտնի լրտեսական գործիք։ Կարճալիկ ռադիոհաղորդման միջոցով հետախուզական ծառայությունները կոդավորված հաղորդագրություններ են փոխանցում իրենց գործակալներին։ Թվերը կարող է լսել ցանկացած մարդ, սակայն հաղորդագրությունը հասկանալը եւ գաղտնազրծելը գրեթե անհնար է։ Իսկ ով է փորձում խլացնել ազդանշանները եւ ինչու։ Այստեղ օգտագործվում է խլացման մի մեթոդ, որը կոչվում է bubble jammer, խլացնող աղմուկ։ Այն պարզապես խեղդում է ազդանշանը, ստեղծելով աղմուկ, որպեսզի ձայնային հաղորդումը հնարավոր չլինի հասկանալ։ Պատմության մեջ կառավարությունները բազմիցս են այս կերպ արգելափակել արտասահմանյան հեռարձակումները։ Սառը պատերազմի տարիներին, օրինակ, խորհրդային բլոկի երկրները պարբերաբար խլացնում էին BBC-ի, Deutsche Welle եւ անգամ Ազատ Եվրոպա ազատություն ռադիոկայանի հաղորդումները, որոնք առանց գրաքննության նորություններ էին տարածում Արևելյան Եվրոպայում։ Այսօր էլ Իրանի կառավարությունն է նման կերպ խլացնում BBC-ի պարսկերեն ծառայության եւ Ազատություն ռադիոկայանի իրանական ծառայության հաղորդումները։ Եվ եթե այդ դեպքում էլ Իրանն է խլացնում պարսկերենով հնչող թվերի հաղորդումը, կարելի է եզրակացնել, որ այն ամենայն հավանականությամբ Թերանից չէր սփռվում։ Այդ դեպքում ով է կանգնած այս ազդանշանների հետևում։ Հնարավոր է Միացյալ Նահանգներն է կոդավորված հաղորդագրություններ ուղարկում Իրանում գտնվող գործակալներին, կամ գուցե Իսրայելն է, նույնիսկ Թուրքիան, որը նույնպես լարված հարաբերություններ ունի Իրանի իշխանությունների հետ։ Բայց այստեղ պատմությունը ավելի է խճճվում։ ABC News-ը հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը իրավապահ մարմիններին ահազանգել է գաղտնազերծված հաղորդագրություն որսալու մասին։ Հաղորդագրությունում չի նշվում, թե կոնկրետ ինչ բովանդակություն է ունեցել այդ հաղորդումը, կամ արդյոք դա թվային կայանի ազդանշան էր։ ABC-ի փոխանցմամբ սակայն նախազգուշացման մեջ նշվել է, որ այդ հաղորդումները կարող էին նախատեսված լինել նախապես տեղակայված քնած գործակալներին ակտիվացնելու կամ նրանց հրահանգներ փոխանցելու համար։ ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալությունը դեռ մեկնաբանություն չի տվել, մինչ մասնագետները շարունակում են որոնել խորհրդավոր ազդանշանի աղբյուրները։